Սրբազան հայր միրո այսօր ապրիլ 24-ի Սկադոնի առիթով Լոս Անջելեսի հայ քաղուտը հավաքված է սույն հուշարձանին շուրջ նշելու համայն հայության փողոք բանջարդիրության առիթով եթե գահաջիկ ծեր սրդակին խոսքը ինչ պիտի ըլլա World Stars Meg-ի հայ ունգընտիրներուն այս առիթով World Stars ունգընտիրներուն իմ մաղթանքս հիշեցումս այն է որ Այլևս մենք Սկադոն չէ որ գտոնենք ամեն ապրիլ 24-ի այլ բանջարդիրության, հայության ինքնության, հայության իրավունքներու ցեկփերման հիշադակը եւ նվիրումը եւ մեր ուխտի վերանորոգումն է։ Ասկի եկուդաներ առաջ հայրամյակի առիթով մեր սփազան հայրաբետներ գաթողիկոսները մեր նահատակները Մեկ միլիոն նահատակները սփաթասեցին, այսինքն անոնք այլևս սուպերու թասին մաս կգազմեն, որովհետև հանուն հայրենիքի, հանուն Քրիստոսի եւ քրիստոնեական եկեղեցու հավատքին իրենց յանքը մատաղարին, որպեսզի այս նոր սերունդը հիշե, անոնց գդագը, անոնց բանջարդիրությունը, անոնց հավատքը շարունակե, հատկապես նոր սերունդը գարթալով պատմությունը Սորվի իր անցյալի հերոսներու կյանքը, անոնց նահատակությունը, անոնց մարտիրոսական սխրագործությունները, քաջությունը, որոնք իրենց կյանքը զոհեցին, որպեսզի մենք այսօր մնանք քրիստոնյա, հայ եւ իրենց ավանդը շարունակենք։ Մեզի կմնա աղոթել, մեզի կմնա ամրապնդվել, մեր հավատքը չգործընծնել եւ հուսալ, որ անոնք երկնքեն մեր հետն են, բիդարաշնոթեն մեզ, պաշտպանեն մեզ եւ իրենք մեր հետ մի բայկարին հանուն ճշմարտության, հանուն արդարության ցեկփերման եւ մեր հողերու բանջարդիրությունը իրենց մով, իրենց օժանդակությամբ երկնքեն որպես հրեշտակներ, պիտի լուսավոր թևերով առաջնոթեն մեզ թեպի հաղթանակ, վաղվան լուսաշող արևը եւ արևածագը հայ ժողովրդին շնորհավորություններ հայ ժողովուրդ քո քնածքը ուխտը գադար եւ դեր հաղթանակի ընթացքը միշտ ըլլա փարավոր Շնորհակալ ենք Սրբազան հայր ծերվերնին տալար ծեր սրդակին խոսքը շատ կարեւոր է մանավանդ ինչպես որսիկ նոր սերունդը շատ կարեւոր իրեն սորվեցնենք եւ կաչալերենք որովհետեւ գիտնան ոտքի մնալ ցերքի դալ միապերան միասիր դալ շնորհակալություն շնորհակալ եմ ծեր ազնիվ այս վարգանին համար Կերաբայձար Միքայել Եպիսկոպոս Մուրադյան առաջնորդ Ամերիկայի եւ Կանադայի ինչպես որ գիտենք այսօր ապրիլ 24-ի Սկադոնի առիթով Լոս Անջելեսի հայ քաղուտը հավաքված է սույն հուշարձանի շուրջ նշելու համայն հայության փողոք բանջարդիրության առիթով ծեր սրդակին խոսքը ինչ պիտի ըլլա World Stars Meg-ի հայ ունգընտիրներուն այս առիթով Ամեն տարի այս հավաքույթը կգազմագերբվի եւ ամեն տարի նորություն մնե որ մեջտեղ կա։ Այս տարվա նորությունն ներկայությունը Ֆաթհիե Չետինին, որ թրկահաբադակ է 80-100 թուրք է եւ չափահաս դարիքին իր մեծ մորեն լսած է թե մեծ մայրը թուրք չէ, այլ հայ մնե որ թեքրված էր ուժով իր ծնողքին գոմեն եւ այնօրեն սկսյալ այս տիգինը դարձած է պաշտպանը հայտադին մենք 102 տարիները վեր մեր ցայնը փարսացայն կկոչենք ամենտեղ որ արդար իրավունք մոնենք բայց այսօր մենք առանցին չենք այսօր մեզի միացած են բազմազան երկիրներ բայց այս տարի թեր ավելի գշեշտվի այդ թուրքերու մասին, որոնք իրենք ալկանտրատարնան իրենց անցյալին մեծ հայրերուն գադարած գոդորածը մեր նկատմամբ եւ ինչպես որ Ֆաթհիե Չետինը շատ լավ ասավ իր խոսքի մեջ կանտրատարնան եւ գուզեն ծևոմ հերու մնալ այդ բադմութենեն ասի չենք տեսած առաջ եւ ինչ որ Հիսուս ավետարանի մեջ կսե իրականություն մնե որ գաբրինք եթե արդարությունը պաշտպանեք արդարությունը ցեզ պիտի ազատե մենք արդարության զավակներ ենք
եւ այստեղ հավաքվելնից այդ արդարությունը բարձրացային քոչելու մասին է եւ վստահ եմ որ որպես մեր 1.5 միլիոն նահատակներուն հարազատ զավակները պիտի հասնենք արդարություն գտնելու մեր նախահայրերուն, մեծ հայրերուն, մեծ մայրերուն, որոնք ցավի դարավանքի լրության մեջ տաղվեցան, բայց այսօր գաբրին մեր մեջ եւ պիտի ապրին մեր հաջորդ սերունդներուն մեջ ցորքանգան հայեր, որոնք ոտքի վրա են եւ արդար թադը գվանչեն Սերբերնին տալար եւ միշտ հույսով ենք եւ պիտի քաչալարենք նոր սերունդին որովհետեւ բայկարին մեր անշուշտ ցեղասպանության համար Աստված օրհնե եւ բահե ինչպես միշտ դրած է մեր հայացքը գանք պիտի լինենք եւ թեր շադանանք Շնորհակալություն Մերսի քեզ Նախորդ շնորհակալություն հայտնել ցեզի աս ինտերվյու համարեսեմ Ուրեմն իմ սրդակուխ խոսքս պիտի հայության աս 102-րդ anniversary արիտով Ուրեմն ցավալի է որ մեր այսօրվա կառավարությունը Ամերիկայի կառավարությունը ասեմ դեր չէ ընդունած հայության ցեղասպանությունը շատ չանկ կտապենք բոլորիս որ Ամերիկյան կառավարությունը ընդունի այս ցեղասպանությունը իմ գարկովս ես City Council member եղա ասկե 3 ամիս առաջ ուրեմն ես արչանքեր գտապեմ մեր քաղաքի մեջ Գարդինա քաղաքի մեջ որ ուրեմն Ջանցվի ցեղասպանությունը առաջին հայ councilman-ը եղած եմ մեր քաղաքի մեջ ուրեմն ես արիմ չանքերս կնեմ որ ցեղասպանությունը Ջանցվի մեր քաղաքի դարայցգույն ուրեմն շատ ցավալի իրավիճակ է որ մենք աս բաները մեզի պատահած է եւ գուզեմ համայն հայության շնորհակալություն հայտնել որ իրենց չանքը գնեն ամեն համաշխարհային ասեմ որ ցեղասպանությունը ջանցվելու համար ուրեմն ես արիմ գարկիս մեր քաղաքի մեջ իմ չանքերս պիտի տապեմ եւ արդեն իսկ սկսած եմ ասկե մի քանի ամիս առաջ ապրիլ 24-ի proclamation արդեն ստացած ենք մեր քաղաքեն Գարդինա քաղաքեն եւ պիտի դարածենք եւ միջև համայն աշխարհ իմանա թե մենք գանք պիտի լինենք ու թեր շադանանք շնորհակալություն Միան հարցումը եւս հաջիկ ինչպես կրնակ դուք քաչալերանք ցույց տալ նոր սերունդին որովհետեւ իրենց կողքին անշուշտ բանջարդիրություն կատարեն նոր սերունդին ես գքաչալերեմ որ մենք ինչպես որ մեր մամիկներին եւ բաբիկներին հետևեցանք իրենք ար մեզի հետևին եւ շարունակեն մեր բայկարը մեր ամբողջ աշխարհի հայության երդասարտներուն իմ զավակներս այսինքն որ հիմա արդեն իսկ իրենք անգլերենով ասեմ involve են այսինքն հայկական ցեղասպանության արշավին եւ ամեն մասնակցություն գազմեն այո ուրեմն իրենց արգսեմ հետևեցեք մեզ ինչպես որ մենք հետևեցանք մեր մաբիկներին եւ բաբիկներին Սերբերնին տալար շնորհակալ ենք ձեր սրտակին խոսքին համար բարոն Հարութ Կասկանյան Շնորհակալություն thank you Առաջին հերթին գուզեմ նախ բոլոր հայության իրավես երբ որ մենք սկադոն գսենք այլևս ածտկադոնը դարձնենք մեր բանջարդիրության բանջկին Հարցկադոն չսենք եւ մենք բանջենք մեր բանջկը որ աս թուրքերը որ մեր 1.5 միլիոն հայերը չարտեցին լա այդ բանջարդիրության օրը Ուրեմն նախ առաջին հերթին մեր բոլոր քաղուտը գծլանագոր դարի ավելի գծլանագոր իր բարդականության դեր չի գանքնի որ նախնդրելի է որ ամեն հայ բզիկ մենց երդասարդ ձեր գիտնակցություն ունենան
որ ասպես արիտներ, որ դարի մեկ անգամ գլա, հատ 1.5 միլիոն զոհերուն համար իրենք զրգեն ամեն ուրախություններեն եւ ներգա գտնվին ասանք ծերնակներուն։ Իմ սրդակին մտածումս բիդելա, որ մենք ավելի շատ գարենանք մեր կալարշավներուն ներգա գտնվին, մեր ծերնակներուն ներգա գտնվին, որովհետեւ քիծնենք, որ թիմացինը մենք ժողովուրդ մնենք, գանք, պիտի մնանք եւ պիտի շատանանք։ Եվ մանավանդ քաշարերել նոր սերունդը։ Անպայման, որովհետեւ իրենք են, որ վերջը աշխարհաբիդ գրեն։ Մեր կորձը որոշ տարի մվերջ կվերջանա իրենց է կորձը եւ հուսամ որ այդ ցևով գաշխատին եւ պետք եղած զգնեն։ Ընկեր Հարութ Մադանյան, շնորհակալ ենք ձեր սրդակին խոսքին։ Շատ մերսի։ Ուրեմն մենք հավաքվել ենք իբր սկաուտներ, հոմենտմենի սկաուտներ եւ եկած ենք որբեսի մեր հայ քաղաքին համար հոս Ամերիկայի մեջ, Մոնտեբելոյի մեջ լանք եւ մենք մեր որբես կորձը գդարենք իբր հայ սկաուտներ հոս քալու մեր արարողությունը անելու եւ որբեսի բոլոր քաղաքին համար իբր ղեկավարներ ներկա գտնվենք։ Եվ վստահ պետք է քաշելերենք նոր սերունդը, որովհետեւ իրենց սրդի մեջ այդ լույսը միշտ բանջելու համար, արդեն ինչպես որ գիտենք 102 տարի եղած է։ Այո, ճիշտ այնպես մեր կորձը իբր սկաուտներ աբակայի ղեկավարներ մեծնել է, ուրեմն անոր համար այդ կորձը շատ լուրջ գարնենք եւ մենք կուզենք որ իբր սկաուտ ղեկավարներ, նաեւ մեր քաղաքի ղեկավարները լանք աբական հայության։ Շնորհակալություն եւ բարձկերնիտ կդար։ Մերսի շատ։ Ես կմաղթեմ ամենաառաջ բոլոր հայությունը մեկ ըլլա, որովհետեւ առաջ դիմենք եւ մեր նպատակին հասնենք ազատ անկախ Հայաստան ունենալով եւ մեր հողերը բոլորը վերադարձնելով Թուրքիայից կմաղթենք որ նոր սերունդը այդ նպատակով աշխատի բոլոր հայության համար։ Գետը հայությունը եւ հայ ժողովուրդը։ Միշտ ամեն տարի ներկա գտնվիք։ Գրեթե 33 տարի Լոս Անջելես գտնվի Մոնտեբելոյալ ներկա եղածեն եւ միշտ կքաչարեմ հայությունը որ միշտ ներկա ալան հայրուրներով հազարներով ներկային ինչպես որ այսօր հայտնի է։ Այո, իսկ նոր սերունդին ինչպես կքաչելերեք որովհետեւ իրենք ալ բանջարություն կդարեն։ Իսկ նոր սերունդին կբանջեն որ միշտ ուսումի երթան Կառավարական կորձերուն մեջ ներկա գտնվին եւ հարաշտիմեն հայության համար աշխատելու նույնպես Ամերիկայի համար։ Thank you very much. Բարձրացիր։ Հայացքը միշտ բարձր պետք է վահենք։ Բատնեշի վրա պետք է գնա։ Հայ ժողովուրդը, գետը հայ ժողովուրդը իր բոլոր գուսակցություններով միասին։ Հայ Ալլա, թող Թուրքիչ, թող Ալլա, Էրմենի olsun, Չամրդան olsun։ Շնորհակալություն դարձյալ եւ Ձեր վարչակետարեմ։ Շատ ազնիվ եք, thank you very much, ծերած հարաբերության համար մեզ հետ ազնիվ գտնվեցաք։ Հաջողություն ցեզի եւ հայությունը կմաղթեն որ վաղը ապրիլ 24-ին ներկա ալա Հոլիվուդի մինչեւ Turkish Embassy-ին քալենք միասին։ Գետը հայ ժողովուրդը իր բոլոր ուժերով։ Mr. Paul Krikorian, member of Los Angeles City Council. Today we are here on the commemoration of 102nd year of the Armenian genocide. Armenians of Los Angeles are gathered today around the commemoration genocide monument. What is your message to all the Armenians of California and around the world? Well, I'm so proud of our community. Over the last 50 years, we've organized, we built this magnificent monument here and have educated our brothers and sisters throughout Los Angeles about the Armenian genocide. And I think it's really developed a new awareness among non-Armenians about the lessons of the Armenian genocide. And as we've done that, I think people have started to feel that our tragedy is not just an Armenian tragedy, it's the world's tragedy. And our demand for justice is not only a demand for justice by Armenians, it's
a demand for justice that should be joined in by everyone around the world who cares about justice, about preventing atrocity, about peace, and about tolerance throughout the world. And how can we encourage or teach the new generation, Armenian new generation, to demand for justice? Well, I think I'm very proud of our young people who have, even those who've grown up in the diaspora like myself, I think there is a clear and united demand among our people for justice and for recognition. The bigger challenge is in continuing to educate non-Armenians about the universal message of the Armenian genocide, and we're getting there. And with the release of The Promise, this is a new opportunity now for more people to learn about the reality of the genocide through film. We have to continue to press to do that through the political arena as well, and also through education. And through those means of culture, education, and political pressure, I hope that eventually the world will embrace the reality of this genocide just as we have throughout our generations. We as World Stars Mag, Worldwide Online Magazine, we thank you so much for your time, Mr. Paul Krikorian, member of Los Angeles City Council. It's a pleasure to be with you. Thanks very much. Well, as a second-generation American-born Armenian, it's vital that we continue the struggle for the recognition and reparation of the Armenian genocide. As we heard many of the speeches today, it's a solemn day and a solemn place for us here. And I hope and pray, and I'm going to work for us to one day to be able to commemorate this in our historic homelands. Maybe Vaughan. Yeah, and how we can encourage or learn new generation to demand for justice? Well, I think by continuing to remember the past so it doesn't repeat itself. As we heard, continuing our lobbying, and we just got the 45th state to recognize Armenian genocide, and tomorrow we're working on Texas as well. And so I think by doing that, and we hope that Trump will also recognize the genocide. Thank you so much on behalf of World Stars Mag team, and I personally, Stacey, thank you so much, Mrs. Rebecca Berberian. Thank you, and nice to meet you.